Պատրաստվեք ժողովուրդ ջան, փորձելու ամենահամեղ, ամենաառողջարար բանջարեղենով լասանյան։ Բարի օր ժողովուրդ ջան։ Լավ եղեք, ուրախ եմ։ Այսօր պատրաստում ենք բանջարեղեններով լասանյա։ Ես պատրաստել եմ մսով լասանյա, բայց այսօր պատրաստում եմ բանջարեղեններով, սիրելիներս։ Հիմա ունեմ բրոկոլի, շամպինյոն, գազար, պանիր, երկու տեսակի, գաուդա և պարմազան պանիր, սոխարածի համար և սպանախ։ Եվ իհարկե լասանյայի լիստերը։ Ունեմ կրեմ ֆրեշ 200 գրամ, 400 միլիլիտր կատնասերուցք։ Հիմա ես այս բոլորը պետք է տապակեմ, պատրաստեմ, հետո նորից միանամ ձեզ։ Արդեն տապակը տաքացավ, հիմա լցնում եմ սոխը։ Հիմա սոխը մի քիչ տապակելուց, քիչ տապակում եմ, հետո լցնում եմ գազարը։ Հիմա սիրելիներս գազարն ու սոխը տապակեցի իրար հետ։ Հիմա տապակելու եմ սունկը։ Ասեմ ձեզ, որ բրոկոլին թույլ խաշել եմ, որովհետև չեմ տապակելու մի րոպե եռացրած աղաջրի մեջ թույլ խաշել եմ բրոկոլին։ Հիմա այդպես եմ դնելու լասանյայի մեջ։ Լցնում եմ մի քիչ ձիթապտղիյուղ, նորից շամպինյոնի համար, շատ քիչ տապակելու եմ շամպինյոններ։ Մեր տապակը տաք է, արդեն մաքրել եմ, պոչիկները հանել եմ, սիրուն կեղևը հանել եմ, մաքուր գեղեցիկ սիրուն շամպինյոն։ Գցել եմ բաղադրիչների վրա, ընդամենը բոլորի վրա, 1 թեյի կտար սխտոր։ Ասեմ ձեզ, ժողովուրդ ջան, գազարի և սոխի վրա տապակելու ժամանակ շատ քիչ աղ և սետ պղպեղ եմ արել։ Քիչ, որպեսզի հետո վերջում նորից բոլորը որ խառնեմ, կհամտեսեմ ու կասեմ։ Հիմա պատրաստում ենք սոուսը լասանյայի համար, սիրելիներս, ամենակարևորներից մեկը։ Կատնասերուցք։ Վերցնում եմ մի քիչ մշկնկույզի փոշի։ Չգիտեմ, այսպես նայեք ժողովուրդ, շատ չնչին։ Վերջ, ասենք թե կես թեյի կտար։ Հիմա գցում եմ 1 թեյի կտար բանջարեղենի փոշի, չորացրած բանջարեղեններից պատրաստված փոշին։ Գերմաներեն կոչվում է գեմբուզեբրուը։ Գցելու եմ մի քանի, ասենք մի այսպես բռունցքի մեջ, այսպես թարմը բազիլիկումի տերևներ, կամ հայերեն ասած ռեհանի, կանանչ ռեհանի տերևներ։ Հիմա վերցնում եմ 1 թեյի կտար չորացրած բազիլիկում, չորացրած ռեհան, բայց կանանչը։ Մի թեյի կտալ աղ, վերցրեցի կես թեյի կտալ պղպեղ, որովհետև մնացած բաղադրիչների վրա տապակելու ժամանակ նորից այդ պղպեղ էի մարել։ Լասանյայի լիստերը ջրով հենց ջրի տակ թեթև թրջում եմ ու հիմա լցնում եմ սոուս, տակի մասը ու հիմա կլցնեմ արդեն բանջարեղենը։ Արդեն պես մի ձեռքս հակաձեռնոց, որպեսզի ձեռքով պետք է աշխատեմ, այսպես պետք է բաժանեմ։ Լցնում եմ տակի մասը շամպինյոնը, հետո լցնում եմ գազարն ու սոխը, այսպես։ Հետո լցնում եմ սպանախը, բոլորից քիչ-քիչ այսպես լցնելու եմ, համի համար, որպեսզի համը բոլոր շերտերի մեջ էլ ունենա։ Լցնում եմ պարմեզան պանիր, լցրեցի պանիր մի քիչ, գաուդա,
Արդեն դնում եմ երկրորդ շերտը։ Դնում եմ շատ քիչ բրոկոլի ներքևի մասում համի համար, ինչպես ասեցի։ Հիմնականում բրոկոլին դնելու եմ վերևի շերտում։ Այստեղ ուղղակի մի քիչ համի համար, որ բոլոր բաղադրիչների համն էլ լինի։ Ժողովուրդ ջան, մի բան էլ եմ ուզում ասեմ, մեր մեծ տարիքային մարդկանց համար եւ ընդհանրապես բոլորի համար։ Այս բանջարեղենով լասանյան շատ օգտակար է գլխապտույտի, որովհետև այս բաղադրիչները, սպանախը, բրոկոլին, գազարը շատ օգտակար են։ Դրա համար մեր մեծահասակները մենք, ես էլ եմ թվում, անպայման պատրաստենք եւ ուտենք, որովհետև բոլորս էլ այս վիտամինների կարիքը ունենք։ Հիմա լցնում եմ նորից սոուս, այսպես։ Հիմա ինչ ենք անում։ Հիմա այսպես այս լիստերի վրա լցնում եմ պանիր, այս շերտի լիստի վրա, որպեսզի պահպանի բոլոր մնացած բաղադրիչներին, որովհետև այստեղ այդքան միսը ուրիշ է, մսի լասանյան ուրիշ է լրիվ, բայց սրանը պետք է լինի ինչ-որ պնդացնող բան, որ կապի իրար հետ բոլոր բաղադրիչները։ Լցնում եմ հիմա շամպինյոնը, հիմա լցնում եմ գազարը, սպանախը հիմա, քիչ փարմազան պանիր։ Այս մասում, սիրելի հետևորդներ, էլ չեմ դնում բրոկոլի, որովհետև վերևի շերտի վրա եմ դնելու։ Հիմա մի շերտ եմ դնում։ Սա վերջին շերտն է, 3 շերտից եմ պատրաստել, սիրելի հետևորդներ։ Հիմա լցնում եմ սոուսը, նորից։ Լցրեցի գազարը։ Հիմա դնելու եմ, սիրելիներս, նորից նույն բաղադրիչները, ոնց որ սկզբից։ Ու մի առավելություն, որ բրոկոլին նորից դնելու եմ վերևի շերտում։ Վերջին շերտը արդեն բանջարեղենը դրեցի եւ արդեն սա վերջի շերտն էր։ Եվ լցնում եմ պանիրը, բրոկոլին առատ դրեցի, ինչպես ասել էի, որ վերևի շերտում եմ շատ դնելու։ Լցնում եմ պանիրը հիմա, եւ լցնում եմ փարմեզանը, փարմեզան պանիր, գազօջախը դրել եմ 250 աստիճան, վերև ներքև, նախորոք ասեմ, որ հետո չմոռանա։ Լցնում եմ վերջի շերտի վրա սոուսը նորից, եւ սրանով ավարտում ենք լասանյայի հավաքման պրոցեսը։ Հիմա արդեն փակում եմ ու դնեմ ջեռուցի մեջ։ Դրեցինք վառարանի մեջ։ Սկզբի համար կդնեմ 25 րոպե։ Հիմա արդեն 25 րոպեն լրացավ։ Հիմա դնում եմ նորից վառարանի մեջ, որ վերին շերտը լավ կարմրի ու հետո հանելու եմ։ Վերջացրեցի, ժողովուրդ ջան, հանեցի վառարանից, հիմա կթողնեմ մի քիչ կհանգստանա ու հետո կհամտեսեմ, կասեմ։ Իսկապես ժողովուրդ ջան, համեղություն, պատրաստեք, անուշարեք, ինչպես մենք հիմա պետք է անուշանենք։ Անմահական է, ճիշտ է, մսով լասանյան էլ շատ համեղ է, բայց սա ուրիշ է, անպայման փորձեք, մեզ մնում է հետևել, հավանել, տարածել, թող բոլորն էլ տեսնեն, թե Ռոզատատիկը այսօր ինչպիսի համեղություն պատրաստեց։ Սիրենք իրար, սիրում եմ ձեզ։